Իմ զրուցակիցը իրավապաշտպան Զարուհի Հովանիսյանն է, բարի երեկո Տիկին Հովանիսյան։ Բարի երեկո։ Տիկին Հովանիսյան, այսօր առավոտյան Հայ Հանրությունը արթնացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները վերլուծելով։ Չարտաբերելով նույն բառերը, հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հոգևորականների մասին հայհոյախառը բառապաշարով գրառումներ էր արել, մեղադրել էր ծանր հանցանքների մեջ։ Սեր և հանդուրժողականություն քարոզելուց 7 տարի անց, երբ երկրի ղեկավարը այսպիսի գրառումներ է անում, թիմակիցներն լծվում են նրան պաշտպանելու գործին։ Հարց չի առաջանում, որն է սահմանագիծը քննադատության և ատելության խոսքի միջև։ Արդյոք վարչապետի այս վերջին գրառումը այդ սահմանագիծը չի անցնում և ամենակարևորը թերևս ատելության խոսքի այս ամենաբարձր մակարդակով գեներացումը ինչի կարող է հանգեցնել։ Ցավոք բոլոր տիպի այդ սահմանները մենք վերջին շրջանում անցել ենք և այս գրառումները գալիս են նաև հավելելու այն միտքը, որ ատելության և բռնության մթնոլորտը Հայաստանում բավական բարձր ցուցանիշի է հասել, նույնիսկ հասել է վտանգավորության աստիճանի և այդ վտանգավորությունը հիմնականում գալիս է նրանից, որ դա սերմանվում է և սնուցվում է ամենաբարձր ամբիոններից։ Եթե մենք ազգային ժողովում տեսնում ենք ծեծկռտուկ վատ բառապաշար միմյանց նկատմամբ, եթե մենք տեսնում էինք հայհոյախառն արտահայտություններ, թքելու տեսարաններ քաղաքացիների վրա, դրանք արդեն իսկ կարմիր գծերի հատումներ էին, և այսօրվա գրառումները գալիս են համեմելու, ապացուցելու և էլ ավելի ծանրացնելու ստեղծված իրավիճակը, որը ավելին քան բռնության պայթյունավտանգ մթնոլորտ որակել հնարավոր չէ։ Ինչով է հղի այս ամենը։ Առաջին հերթին այն ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք օրեցօր անկման ցուցանիշները հանրային խոսքում, ատելության բառապաշարում, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության, տարբեր խմբերին միմյանց դեմ սադրելու առումով բավական վտանգավոր են, որովհետև դրանք ազգային պետության, ազգային միասնության, իմունիտետի նաև արտաքին տարբեր տիպի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ, որ մեր երկիրը, մեր պետությունը ուղղակի շատ կարևորություն ունի այդպիսի արտաքին մարտահրավերներին դիմակայելու հանրային ընդհանրականությամբ, հանրային ամրությամբ և միասնականությամբ խաթարվում է մեր երկրում օրեցօր ուղղակի պառակտման մթնոլորտ սերմանելով և դա ցավոք սրտի արվում է իշխող կուսակցության, իշխող թիմի կողմից և այսօրվա գրառումների առհավատչան էլ հենց վարչապետն է։ Իշխող թիմից նաև հենց վարչապետը, վարչապետի տիկինը և իշխող թիմի պատգամավորներն ասում են, ինչքան կարող ենք մենք հանդուրժենք մեր հասցեին արվող այդ հայտարարությունները, վիրավորանքը և սա պատասխան է։ Գիտեք, ի տարբերություն շարքային քաղաքացիների կամ այլ խմբերի, պաշտոնատար, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, պաշտոնատար անձինք օժտված են բարևարկության բոլորովին այլ չափանիշներով։ Նրանք հանրապետությունում տոնայնություն տրամադրողներն են և այդ տոնայնությունը նրանք են տալիս, թե ինչպես շարունակել։ Նրանք կարող են կանգնեցնել ատելության և բռնության բառապաշարը և կոչերը և կարող են խթանել և նույնիսկ սերմանել։ Այս դեպքում ես դա որպես իրավապաշտպան եմ ասում հստակորեն, ես բոլոր այս քայլերը և գրառումները դիտարկում եմ որպես ատելության մթնոլորտի սերմանում և արդեն իսկ ծանր մթնոլորտը էլ ավելի բևեռացման միտված գործողություն։ Եվ դա ոչ միայն հարիր չէ պաշտոնատար անձանց, այլև բոլոր տիպի օրենսդրական կարգավորումներով անթույլատրելի է։ Բարևարկության այն չափանիշները, որոնք ամրագրված են օրենսդրության մեջ, մասնավորապես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերող օրենսդրության մեջ, ամբողջովին կարգավորում են նմանատիպ իրավիճակում պատասխանատվության ենթարկելու և էթիկական տարբեր նորմերով, բարևարկության չափանիշներով այս գործերը քննելու։ Այս գրառումների մեջ նաև կան որոշակի մեղադրանքներ, որոնք արդեն քրեական
տիրույթում են, եթե անձանց վիրավորում եւ թիրախավորում ես օրինակ մանկապղծության մեջ ես մեղադրում եւ այլն, այդտեղ պետք է հստակորեն բացվեն քրեական հոդվածներ եւ քրեական հետապնդում նախաձեռնվի, որովհետև դրանք մերկապարանոց հայտարարություններ չեն կարող լինել, դրանք պիտի փաստարկված լինեն։ Եթե դրանք մերկապարանոց հայտարարություններ են, ապա միայն միտված են ատելության մթնոլորտի սերմանմանը եւ ավելի վատթարացմանը հասցնելով բռնության բառապաշարի։ Այ որևիցե գործողություն չպետք է հաջորդի հիմա նույն իրավապահ համակարգի կողմից հետաքննելու, հասկանալու արդյոք դրանք մերկապարանոց հայտարարություններ էին, թե իրոք այդ խոսքերի տակ կա կոնկրետ հանցակազմ։ Եվ արդյոք իրավապաշտպան կազմակերպությունները եւս չպետք է հետամուտ լինեն, որ այս հայտարարությունը, գուցե այդ հայտարարության հետևից պետք է գնալ եւ իրոք ճշտել, նման բան կա թե չկա։ Ցանկացած հանրային հայտարարություն, ցանկացած նմանատիպ գրառում փաստ է, որը կարող է հիմք հանդիսանալ վարույթ նախաձեռնելու համար։ Եվ դա հստակորեն ամրագրված նորմ է եւ որոշակի դեպքերում այդպիսի հետևանքներ եղել են քրեական գործեր հարուցելու, քրեական հետապնդում հարուցելու, գործը քննելու մասով եւ այստեղ նաեւ ես պետք է անդրադառնամ կանանց թիրախավորելու եւ կանանց օբյեկտայնացնելու խնդրին, մասնավորապես կանանց սեռական կյանքը քննարկելը եւ դարձնել քաղաքական տարբեր տիպի շահարկումների առարկա, միաժամանակ այդ շահարկումներում կանանց մարմինը օբյեկտայնացնել, նրանց սեռական կյանքը քննարկելը համարում եմ ամբողջովին անընդունելի եւ հատկապես վերջերս Հայաստանի Հանրապետությունում կանանց նկատմամբ բռնության եւ նաեւ տարբեր տիպի խտրականության դրսևորումների վերաբերյալ հստակ քաղաքականության դեմ գործողություն, որը անընդունելի է, ոչ միայն, այլև իջիքս է դնում բոլոր տիպի գենդերային քաղաքականությունները, բոլոր ռազմավարությունները, որոնք ընդունվում են հենց նույն կառավարության կողմից եւ փաստացիորեն կառավարության ղեկավարը եւ նրա ընտանիքը գործում են բոլորովին այլ նորմերով, որոնք դեմ են գնում հայտարարված քաղաքականությանը։ Այս դեպքում երկկողմանի էր կարծես թե մի կողմից կանանց, մյուս կողմից հոգևորականների։ Քննարկվում է նաև կանանց թիրախավորելու սկզբունքով եւ դա հստակորեն մարդու իրավունքների խախտում է եւ խտրականության դրսեւորում, մասնավորապես իրենց միջև եղած հակամարտություններում կանանց երկրորդային օգտագործում։ Տիկին Հովհաննիսյան, վերջերս մի հետազոտություն էր ներկայացրել Կովկասյան բարոմետրը, հարցման արդյունքներով վստահության ամենացածր ցուցանիշը ունեին քաղաքական կուսակցությունները եւ լրատվամիջոցները, իսկ ամենաբարձրը եկեղեցին եւ բանակը։ Այս համատեքստում արդյոք սա կառավարության ներսում նոր ռազմավարություն է, ընդդիմադիր կամ ազդեցություն ունեցող խմբերի վարկաբեկման միջոցով շեղել ուշադրությունը ներքաղաքական այլ խնդիրներից, թե պահի հույզերով պայմանավորված արձագանք է, որը պարզապես դուրս եկավ վերահսկողությունից։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում նմանատիպ ռեյտինգների հայտարարումը ունի իր հետևանքը, դա բերում է որոշակի վերլուծության, թե ինչպես անել, որպեսզի պետական ինստիտուտների նկատմամբ լինի բարձր վստահություն հանրության կողմից։ Եթե չկա պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահություն, ապա հասարակությունը ստիպված է լինում ապավինել այնպիսի կառույցներին, որոնք դուրս են պետության վերահսկողությունից, կամ օրինակ պաշտպանական կառույցներ են, որոնք օրհասական պահին մնում են վերջին հույսը, կարելի է ասել, ինչպիսին օրինակ բանակն է։ Եկեղեցին ավելի մենտալ կառույց է, որը Աստծուն ապավինելու խնդիր է, ավելի շատ պետությունից դուրս կառույց է, որը կարող է լինել փրկողակ, զուտ մենտալի տեսանկյունից մարդիկ ապավինեն, որ լավ, Աստված մեզ հետ է, եթե պետություն չկա մեր մեջքի հետևում, բայց բանակը որպես այդպիսին վերջին հույսն է, երբ քեզ վրա որպես այդպիսին սպառնալիք է լինում էգզիստենցիալ, բանակը վերջին հույսն է, որը կարող է քեզ պաշտպանել։ Դա լավ, այսպես ասած, օրից չէ, դա նշանակում է, որ պետության ինստիտուտները որպես այդպիսին ձախողել են, եւ ձախողման կամ այդպիսի ընկալման համար պետք է աշխատել ուղղակի։ Դա հետևություն անելու եւ այլ գործիքներ կիրառելու, այլ հնարավորություններ, այլ հմտություններ դնելու եւ այլ ռեֆորմներ իրականացնելու
ազդակ է եւ ոչ թե այն կառույցների վրա հարձակվել կամ այն կառույցները սկսել վարկաբեկել, որոնք ավելի բարձր են ռեյտինգում կամ վայելում են հասարակության վստահությունը։ Եվ այստեղ մեր պաշտոնյաները եւ որպես այդպիսին քաղաքական գործիչները բոլորովին այլ եզրույթներ են իրականացնում եւ բոլորովին այլ ծայրից են սկսում փոխանակ նստել, վերլուծել, հասկանալ, թե ինչու է այսպես ստացվել եւ փոփոխություններ մտցնել իրենց գործելավոճում։ Ի վերջո, հենց նույն ատելության եւ բռնության մթնոլորտն է պատճառը, որ նույն ազգային ժողովի նկատմամբ վստահությունը, որ ընտրովի մարմին է, որպես այդպիսին հասարակությունն ինքն է ձևավորում այդ մարմինը, վստահությունը այսքան իջել է։ Եվ ամփոփելով, ինչպես եք տեսնում այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը, պետք է արդյոք վարչապետը ներողություն խնդրի, ինչ դերակատարում ունեն այսօր օրինակ հանրային դեմքերը, մտավորականները, քաղաքական հռետորաբանությունը հանդարտացնել կամ համախմբող ուղերձներ փոխանցելու հարցում։ Նախ առաջին հերթին պետք է գիտակցել, որ հանրային խոսք հնչեցնողները մեծ դերակատարություն ունեն ազգային ինքնության եւ միախմբության համար, եւ այստեղ իրապես խաթարված է ազգային արժանապատվությունը։ Եթե ամբողջ պետության դեմքը նմանատիպ բառապաշարով ցանկացած մեկի հանդեպ, ես նույնիսկ չեմ վերցնում ում հանդեպ ռեյտինգ ունի, չունի եւ այլն, նմանատիպ խոսք է հնչեցնում հանրային խոսք, նա պետք է ներողություն խնդրի, ուղղակի հարգելով իր հասարակությունը։ Հակառակ դեպքում ես այսօր դիտարկում եի հանրային բոլոր տրամադրությունները, հասարակությունը զգում է իրեն վիրավորված, անարգված եւ արժանապատվությունը նվաստացած։ Այդ արժանապատվության գլոբալ նվաստացումը փոփոխելու համար հենց պիտի լինի հանրային ներողություն։ Երկրորդը իրավապահ համակարգը պետք է գործի վստահեցնելու համար, որ երկրում առկա են անկախ ինստիտուտներ։ Եթե հնչեցվում է մեղադրանք որևէ անձի կամ խմբի նկատմամբ, այդ մեղադրանքի հետևից պետք է գնալ, եւ եթե դա կեղծ մեղադրանք է, սուտ մեղադրանք է, ամեն մի դեպքով մեզ մոտ առաջին ասում են սուտ մատնության համար կա քրեական հոդված։ Այս դեպքում այդ բոլոր լծակները պետք է գործեն անկախ պետության առաջին դեմքն է թերշարքային քաղաքացին։ Այդտեղ մենք կվստահեցնենք, որ պետության ինստիտուտները գործում են անկախ անձի պաշտոնական դիրքի զբաղեցումից։ Եվ դրանից հետո իհարկե նաև եւ կամ զուգահեռաբար հանրային բոլոր տարբեր օղակներ, դրանք կլինեն մտավորականներ, խմբային հայտարարություններով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այսօր արդեն կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները արդեն իսկ հայտարարություն արել են, որ նմանատիպ խոսք հնչեցնելը ուղղակի անընդունելի է։ Պիտի տարբեր խմբեր եւս միանան եւ աջակցող խոսք հնչեցնեն ատելության մթնոլորտի դադարեցման եւ բռնության բառապաշարի եւ նմանատիպ ցածրագույն դրսևորումների սթափեցման կոչ հնչեցնեն, քանի որ մենք նախընտրական ժամանակահատվածում ենք եւ եթե այժմ չկանգնեցնենք նմանատիպ փորձերը, որը արդեն իսկ վտանգավոր սահմանին են հասել, մենք վաղը կունենանք սարսափելի մթնոլորտ, սարսափելի ատելության եւ բռնության բառապաշարի ավելացում, որը կարող է հանգեցնել իրական բռնությունների, արդեն իսկ կրակոցների եւ տարբեր տիպի բռնության ակտերի տեսքով։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, հիշեցնեմ զրուցում էի իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։